ասել, քանի որ մեր լսանի համար դուք նոր դեմք եք, պետք է խնդրեմ ներկայանալ եւ ասեք ինչ հարցով եք եկել, համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Անկեղծ ասած, լսարանը չեմ կարծում նոր եմ լսարանի համար եւ իմ խնդիրը ինչին առնչվում եմ շատ հին է, 13 տարվա վաղեմություն ունի։ Խոսքը կոնկրետ վերաբերում է նիկոլական հանցագործներից մեկի, մասնավորապես Արարատի համայնքապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դրված եւ առաջադրված համայնքապետ ներկայիս գործող Ասլան Ավետիսյանի հանցագործ մարդասպան Ասլան Ավետիսյանի եւ նորից ՔՊԱ-ական հանցագործ մարդասպան Ասլան Ավետիսյանի որդիների մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանի եւ Նարեկ Ավետիսյանի մասին է խոսքը։ Պետք է ասեմ, որ 13 տարիների երկար շրջապտույտից հետո 3 Արարատի եւ Վայոց-Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, մասնավորապես Արտաշատի նստավայրում Բորիս Բախշյանի նախագահությամբ տեղի ունեցող դատական նիստի ընթացքում ի վերջո Ավետիսյան մարդասպանները խոստովանեցին, որ իրենք են կատարել հանցագործությունը, իրենք են կոնկրետ զրկել Գյանջիրով Հովհաննյանին կյանքից, թեպետ առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չեմ, այն իրենից չի ենթադրում նախկին օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասը, զուգահեռ դրան նրանց կատարած այլ հանցագործությունները, որոնք նույն քրեական գործով էին անցնում, սակայն դիտավորյալ մաստատվել էին եւ տարբեր առիթներով կարճվել եւ կասեցվել, այս պահին ունենք նաեւ հատուկ կարևորագույն գործերով վարչությունում քննություն, որտեղ մի մասը նորից առանձնացվել է նույն հանցախմբի հետ կողմից կատարված եւ նույն գործին առնչվող այս իրավական համակարգի ամենաթողությունը շատ բնորոշ է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը եւ իր ընտրած կուսակիցներին, ինչ տեղի ունեցավ դատական նիստի ժամանակ, որը նախորդիվ դատական նիստը, որ պետք է տեղի ունենար օգոստոսի 9-ին, այդպես էլ չկայացավ, հետաձգվեց հետեւյալ պատճառաբանությամբ, այդպես էլ հանցագործները չէին ներկայացել, նաև իրենց փաստաբանը ոչ էլ տեղյակ էին պահել, ոչ էլ պատճառաբանել էին, ինչով էր պայմանավորված վերջիններիս չներկայանալը, ինչին հետ կապված ես միջնորդեցի, որ այլևս դատարանին խնդրեցինք կիրառել խափանման միջոցը փոխել կալանքի։ Երեկվա դատական նիստի ժամանակ զուգահեռ միջնորդել ենք, որ բերման ենթարկելու սանկցիա կիրառեն։ Երեկվա դատական նիստի ժամանակ Ավետիսյան եղբայրները իրենց փաստաբանի ուղեկցությամբ եկան առանց ոստիկանության բերման ենթարկելու դատարանի արդեն որոշմանը, ոչ մի փաստաթուղթ ոստիկանության կողմից չփոխանցվեց դատարանին եւ ոչ էլ ուղեկցեցին, այսինքն քանի որ իրանք Նիկոլի մարդիկն են, նրանց կոնկրետ տրված էր բոլոր հնարավորությունները արհամարել եւ շրջանցել գոնե դատարանի որոշումը։ Երեկվա դեպքով նրանց չներկայանալը եւ բացակայության մասով միջնորդեցինք դատարանին, որ հաջորդիվ կրկին իր նախագահությամբ լինելու դեպքում փաստաբան Լիպարիս Սիմոնյանը այլևս հեռացվի վարույթից եւ որպես փաստաբան իրավունք չունենա հանդես գալու, ինչի համար հիմքով տվյալ գործի շրջանակներում դատարանը տվեց նախազգուշացում, իսկ վերջիններիս մարդասպան տղաների Ասլանի լաց-իրակների բառի լայն եւ ուղիղ իմաստով դրանց մասով միջնորդեցինք, որ Նարեկ եւ Հովհաննես Ավետիսյանների մասով անհարկի բացակայությունը այլևս կանխելու հետ կապված խափանման միջոցը փոխել եւ ընտրել կալանավորում։ Մինչ դատարանը որոշումը քննարկում էր, դատախազությունը չառարկեց
ստացվեց այնպես, որ խոճապի մատնվեցին, հենց անմիջապես սկսեցին գրառումներ կատարել, իհարկե ՔՊԱ-ականներին, անմիջապես Լիպարիս Սիմոնյանը միջնորդեց դատարանին ժամանակ տրամադրել, որպեսզի քննարկեն խափանման միջոցի հարցը բանավոր առանձին հանցագործ մարդասպանների հետ, այնուհետև ներկայացնեն դատարանին։ Մինչև դատարանը կվերադառնար, դատախազներին բանավոր կեսկատակ կեսլուրջ փոխանցեց, որ 2 միլիոն գրավ է յուրաքանչյուրին առաջարկելու, իսկ դատարանի վերադառնալուց հետո եկանք անակնկալի, մինչ այդ, մինչև նախնական դատալսումները սկսվելը, փաստաբան Լիպարիս Սիմոնյանը հրամցնում էր հանցագործներին, որ կարդացեք այս ինչ տողերը, քանի որ հասկանում էր նրանց մտավոր ունակությունը, մի քանի անգամ մատը դնելով այդ տողերի վրա, որ ինչ պետք է ասեն, մասնավորապես պետք է կրկին հրաժարվեին, որ իրենք են հենց հանցագործությունը կատարել։ Իսկ այդ նույն պահին դատարանը վերադառնալուց հետո հայտարարեցին, որ ընդունում են իրենց մեղքը, այո, հանցագործությունը կատարվել է երկու եղբայրների եւ ոչ միայն նրանց կողմից, թեպետ իրենք ընդունեցին միայն մեղքը, եւ այս հիմքով դատարանին խնդրեցին, որ վաղեմության ժամկետ կիրառեն ինքնասպանության հասցնելու մասով եւ գործը ավարտեն։ Դատախազին դիմելուց հետո, այսինքն դատարանը հարց ուղեց մեզ ինչ կարծիքի եք, մենք բացատրեցինք, որ մեծ հաշվով մինչև այս տարի դա էլ չենք ունեցել ու պարբերաբար փակ շրջապտույտից դատարաններով պտտվելուց հետո մի փոքր մասն են վերականգնել եւ դատախազներն ու քննիչները դիտավորյալ մշտապես իհարկե ոչ մեկ սիրուն աչքերի համար չի անում, ինչպես ես երեք դատարանում նշեցի, բացառապես լինում է կաշառքի կամ որոշ հոնորարի դիմաց, մարդիկ գործը փակում էին, ես բացատրեցի, փաստերը ներկայացրեցի դատարանին, որ ես եկել եմ այստեղ ոչ թե ինքնասպանության հասցնելու հիմքը քննարկելու, այլ դատական նիստի ժամանակ առաջիկայում, եթե որոշումը իրավաչափ կիրառվի, անպայման ներկայացնելու եմ սպանության այն հանգամանքները, որոնք դատախազությանը այո հայտնի էին, տեղյակ էին, նույնապատասխանները նրանց են նաև ներկայացրել, բայց ջանասիրաբար ծածկում էին, որովհետև վերևից հրահանգ կար, նիկոլականներից հրահանգ կար։ Ինչևից է, իմ բացատրություններից հետո դատախազին հարց տվեց դատարանը, ինչ դիրքորոշում ունեք, որքան էլ ծիծաղելի էր դատախազներից մասնակցում էր Հարություն Սարգսյանը եւ Հրանտ Ներսիսյանը գլխավոր դատախազությունից էր ներկայացրել երկու դատախազով են, թեպետ Հարություն Սարգսյանին պարբերաբար տարիներ շարունակ բացառք եմ հայտնել, բայց ոնց հասկանում ենք իրան ծերեսը մերնից պինդ էր, Հրանտ Ներսիսյանը խնդրեց դատարանին, որպեսզի ընդմիջում քննարկելու համար, ընդմիջման քննարկումը հետևյալն էր, հեռախոսով պետք է զանգ տար իր վերադասին հարցնելու համար, ՔՊԱ-ական մարդասպանները, ովքեր որ իրար անցում էին սարքել, զանգում էին այչ ու ձախ ընդհուպ միջև հավանականա նաև վարչապետ, կալանքի միջնորդությունը քննարկելու շրջանակներում առաջացած այս խայտառակ որոշումը, որ արդեն ընդունում ենք, որ մենք ինքնասպանության ենք հասցրել, իհարկե ոչ սպանության, այս մասով մեղք ընդունելուց հետո թողնենք այս վիճակով, թե սպանությունը թույլ կտակ բացահայտենք, թույլ կտակ սպանությունը կյանքի կոչենք, այնտեղից միանշանակ հրահանգվել է, որ վարչապետի կոնկրետ ցուցումը չկա։ Ինչի հետևանքով դատախազությունը լռեց, ոչինչ չասեց, համակարծիքի էր Լիպարիս Սիմոնյանի հետ, ով ամբաստանյալներին էր պաշտպանում, բազմիցս ասել եմ դատական նիստերի ժամանակ եւ լրագրողների ներկայությամբ, որ իմ մոտ նստող դատախազները պարտավոր էին նստել Ավետիսյան մարդասպանների կողքը, քանի որ նրանք են նրանց լավ քաղցր աչքով նայել։
Ի վերջո դատարանը եկավ այն հանգամանքի, որ համոզման, որ պետք է բավարարի իհարկե մարդասպանների միջնորդությունը, քանի որ իմպերատիվ բնույթ է կրում եւ այլն։ Հարգելիներս, իմ խնդրանքն է, որպեսզի հնարավորինս իմ այս խնդիրը տարածվի, մարդիկ հասկանան ոչ միայն Նիկոլը ներսից ու դրսից ուղակի է քանդում, այլ անհատական մարդկանց քայքայում է ուղակի, սպանությունները կոնկրետ ծածկելով, իսկ ովքեր, ասենք, կոնկրետ Նիկոլի թիմակիցներն են, ունեն իշխանության աջակցությունը, սպանում են ում ուզում են եւ որևէ պատասխանատվություն կրել բացառվում է։ Ուզում եմ ի վերջո դիմել Աննա Վարդապետյանին եւ խնդրել պարտավորեցրեք մեկ անգամ, գեթ մեկ անգամ օբյեկտիվ եղեք ձեր աշխատանքային այս ամբողջ տարիների ընթացքում, բազմամիլիոն իմ դիմումներին համարժեք չեք արձագանքել, այսօր արձագանքեք, թույլ մի տվեք այս բառի լայն իմաստով առանձին դաշնությամբ կատարված սպանությունը, ինչին որ Աննա Վարդապետյան անձամբ ծանոթ եք, 1 միլիոն երևի դիմումներու այցելություններ եմ ունեցել, սակայն դուք լուռ եք, նշանակում եք ինչ որ, չգիտեմ, նոր նշանակված անձանց, որ իրանցից խաբար չեն կոպիտ ասած, կամ այն արհեստավարժներին, ովքեր արդեն 3-4 շրջապտույտ այս քրեական գործի շրջանակներում լավ կերել են, եւ նաեւ ուզում եմ դիմել նույն Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյան, դու քո թեթև ձեռքով վերցրել ես իմ փաստաթղթերը ու քո այդ բերանով արտասանել ես իմ հոր սպանությանը վերաբերելի կոնկրետ փաստեր, որ ամենաթողությունը եւ հանցագործները մարդ են սպանել եւ չեն պատասխանատվություն չեն կրում։ Այսօր ժամանակն է եւ դու լրիվ ունես այս հնարավորությունները եւ խնդրում եմ հանկարծ չասեք, որ դա դատախազի քննիչի եւ դատարանի գործն է, դա ուղիղ ձեր հրամանով է կատարվում, դուք եք հայտարարել, որ չկա մի դատավոր դատախազ քննիչ, որի ասածները չանի։ Խնդրում եմ հիշեք, Փաշինյան Նիկոլ, որ ձեր ուղիղ ցուցումով է, ահա կոռուպցիոն եղանակներով փողեր աշխատելու բավականին լավ մեխանիզմ է։ Մինչդեռ քննչական ծառայության վարույթում է գտնվում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գանջիրով Հովանյանի գործը, ով 2013 թվականին գտել են նրան կախված վիճակում։ Նախորդ օրը կամ նախորդ օրերին բացահայտ կերպով իր գործատուները խմբակային այս մարդուն ծեծել են, նվաստացրել են։ Էական չի ինչ պատճառով։ Հաջորդ օր այդ մարդուն գտել են կախված։ Ու մինչև հիմա այս գործով ոչ մի մարդ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Չնայած քրեական գործի նյութերում քննիչը գրում է ծեծեցին է սարին, հետևից ընկավ, փախավ, բախվեց, վնասվածքներ ու ոչ մի քրեական պատասխանատվության ենթարկված մարդ։ Հիմա եթե այս մարդու հարազատները մտնեն օրինակ Արարատի մարզի քննչական ծառայության շենքը գրավեն ավտոմատներով, պետք է ասեք ահաբեկչություն է, չէ՞։ Եթե նույնիսկ համարենք, որ կարող է լինել այդպիսի մեկնաբանություն, սա ահաբեկչություն կարող է լինել ընդդեմ ահաբեկչության, որովհետև մարդիկ ելք են ուզում տեսնեն, ինչքան կարան, դուք ասեք բողոքարկեք, դիմեք եսին, դիմեն 3 տարի դիմում են, ոչ մի արդյունք, ինչ անեն այդ մարդիկ։ Թերևս ուզում եմ մեջբերեմ, շատ ցանկանում եմ մեջբերեմ Նիկոլի այս հայտարարությունից զատ այն հանգամանքը, որ շատ ցանկալի կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը դատարանի որոշումը հայտարարելուց հետո, ինչ լկտիաբար իրենց ընտանիքին ավելի վերաբերելի հարիր ցինիկությամբ չէին էլ կարող արտահայտել իրենց գոհունակությունը, որ մենք սպանեցինք եւ չդատապարտվեցինք։ Դատական նիստի հայտարարության ժամանակ Ավետիսյան եղբայրների լկտի պահվածքը բառի ամբողջ իմաստով մեզ հունիցանեց եւ լավ է այլ վարքագիծ չդրսևորեցինք, ինչը այս ամենաթողության արդյունքն է։ Հիմա ամփոփելով խոսքս ուզում եմ Նիկոլ դիմել քեզ։ Դու այս գործի մասին շատ լավ գիտես ու այս հանցագործապետությունը, որ դու կառուցել ես, ուղղակի մարդ եղի ու այս ընտրովի արդարադատությունը
բացառություն արա այս սպանությունը կոնկրետ հրահանգի օրենքի շրջանակներում բացել, թույլ չտալ փակվել այս սպանությունը։ Ես արդեն բավական երկար շրջապտույտ եմ անցել տարիների այս ամեն ինչի միջով անցնելուց եւ խնդրում եմ մեկ անգամ մարդ եղիր, մեկ անգամ իշխանության ղեկավար որպես քեզ դրսևորիր եւ այս հանցագործներին, մարդասպաներին, քո դրածոներին, որոնք չեն ընտրվել Արարատի համայնքապետ, այ դու դրել ես Դու ինքդ ես որոշել, որ սա պիտի ԺՊ լինի ու մի կերպ կոալիցիա կազմելով իր նմանակների հետ դարձրել ես համայնքապետ, որ այսօր համայնքի հողերն ու փողերն լափում, հիմա ես ուղակի դիմում եմ քեզ ու խնդրում եմ Արա բացառություն, այս քո հանցագործապետությունից, համակարգից, պետական դուրս շպրտի սրան, նաև ինքնավար պաշտոններից, այն է մարզպետի խորհրդականի պաշտոնից Ի վերջո ամփոփելով այս ամենը ուզում եմ խնդրել նորից Աննա Վարդապետյանին ցուցում տվեք ձեր դատախազներին անկախ Նիկոլի տված հրահանգներին որպես կին, որպես մայր մեկ անգամ որպես դուստր այս գործը բացառություն արեք ու այս սպանությունը թող վերականգնվի Շնորհակալություն